խելքդ գլուխդ հավաքի Մարյաննա, արագ մի բան է պետք մտածել, ինչ անեմ, զանգեմ դրանց, հա զանգեմ իմ հեռախոսին ու խոսեմ, բայց ինչ ասեմ, որ բերեն հեռախոսս, որ հետո էլի սկսեն զանգել, չէ էլ հանգիստ չեն թողնի ինձ, ինչ անեմ, Գործել ունեմ ես, очень много у меня дел сегодня, ժամը 7-ին Տիգրանը տուն է գալու, ճաշը անպայման պատրաստ լինի, հասկացար, մեկ էլ ճաշի հետ մի բան էլի կպատրաստես, с партнером он должен прийти на ужин, так что ամեն ինչ պատրաստ լինի ու ուշադիր է, ուշադիր պետք է լինես շատ, մեկ էլ ինչ է ուզում ասեի քեզ, լսի, с кесарю синяка или чему-то. Я тебе не за это плачу. Ինչքան քիչ շփվես իր հետ, այդքան լավ։ Այդքան շանսերդ բարձրանում է, որ այս տանը աշխատես։ Հասկանում ես ինձ։ Լավ։ Ու մեկ էլ իմացի մի բան, որ եթե ես որոշեմ, որ դու էլ չես աշխատում իր տանը, դու ընդհանրապես էլ գործ չես գտնի, ես քեզ խոսք եմ տալի, լավ? Դե արագացրու ամեն ինչ տեղը տեղի լինի, դա շատ կարևոր է։ Հնարավոր չի մարդավարի խոսի։ Ծանր, ոտ չկա շնչելու, կամ երևի սիրտս նորից ոտ է, նստեք, տիկին Սեդա, լավ կլիներ գնայք ճաշասենյակ, այստեղ գոլորշի է ճաշ եմ էփում, վատ կզգաք ձեզ, չէ, ես այստեղ կգստեմ, քեզ մոտ, ինձ թեյ կտաս, իհարկե, հիմա, միայն կանաչ թեյ, ես դա եմ խմում, ասում են առողջության համար շատ լավ է, բայց դե գուցե ոչ մի բանի համար է լավ չի, ուղղակի ես վերջերս սիրտս շատ վատ է լինում, իսկ դու ոնց ես, լավ ես, դե ոչինչ, հարմարվել եմ, դու Լիլիայի ասածներին այդքան էլ բանի տեղ մի դիր, դու քո գործին նայիր, Այդպես էլ անում եմ։ Իսկ դու որտեղ ես աշխատել։ Դպրոցում։ Գյուղի դպրոցում ռուսերեն էի դասավանդում։ Ես հասկանում եմ, թե քեզ համար ինչքան դժվար է։ Մանավանդ, որ ինչ-որ մի անգրագետ անդադ քեզ դիտողություններ է անում։ Նա ասկի հայերեն չի կարողանում նորմալ խոսել։ Դու այդպես զարմացած մի նայիր, իմ մեջ չարություն չկա, իմ մեջ զայրույթ կա, շատ, այնքան շատ, որ սրտիս մեջ է և չի դուրս գալիս, կոկորդիս մեջ ուղղակի խեղդվում եմ, չես պատկերացնի, քանի տարի է, ինչքան բան կա իմ սրտում, ինչքան բան, իսկ դու ամուսնացած ես, ամուսինս պատերազմում է զոհվել 94 թվականին Ղարաբաղում հետո սկեսուրս չդիմացավ մահացավ
հետո սկեսրարս։ Ես ու աղջիկս լարել մենակ մնացինք։ Ամուսնուս մահ ինձ համար մեծ հարված էր։ Եթե աղջիկս չլիներ, չգիտեմ ինչ կլինեի։ Գիտեք, եթե տանը մեծ է լինում, դու քեզ ավելի ապահով ես զգում։ Թեկուզ սխալ խորհուրդներ տան, թեկուզ ոչ մի բան չանեն, ուղղակի նստեն, դու քեզ ապահով ես զգում։ Հետո լրիվ մենակ մնացինք։ Էլ չէի կարողանում աշխատել։ Դպրոցում շատ քիչ էին վճարում, իսկ ես չէի կարողանում հասցնել։ Ստիպված դպրոցից դուրս եկա։ Սկսեցի սրա նրա տունը հաց թխել, կով կթել։ Մի աշնանոր էլ տանիքս ծակվեց։ Աշուն գարուն դոլեր էինք դնում տան մեջ։ Ու էլ հնարավոր չէր ապրել։ Գյուղի աշխատանքը շատ դժվար, անընդհատ պետք է գործ անես, եթե մի բան չարեցիր, ոչինչ չես հասցնի։ Ամեն մարդ այդպես չի մտածում։ Քաղաքի մարդկանց թվում է, թե գյուղացու համար շատ հեշտ է, բայց շատ դժվար է նրանց համար։ Ես չեմ ասում, քաղաքում էլ է շատ դժվար։ Դրա համար էլ Աննայիս հետ եկանք էստեղ։ Գյուղում Աննա շատ լավ էր սովորում, բոլորը ասում են, որ բացառիկ ընդունակություններ ունի։ Դրա համար էլ եկանք էստեղ, այստեղի հնարավորությունները շատ մեծ են։ Հուսով եմ, որ մի բանի կհասնի։ Դա Աստված, որ այնպես լինի, ինչպես դու ես ուզում, ու այդպես էլ կլինի, մի մտածի։ Իհարկե, վատ է, որ տունը տեղը թողել ես, եկել եք, իհարկե վատ է, որ մենակ եք, բայց ես շատ ուրախ եմ, որ հիմա քեզ ամեն օր կտեսնեմ, դու լավ մարդ ես, ամեն ինչ լավ կլինի, Ալա ջան, մի մտածի, այ կտեսնես ամեն ինչ իր հունով կգնա։ Դե լավ, ես գնամ մի քիչ պարկեմ։ Ես էլ գործեր ունեմ վերջացնեմ ու երկու տեսակի ճաշ պիտի պատրաստեմ, հյուր է գալու։ Տիգրանի ընկերներից։ Երևի գործընկերը։ Գիտես ինչ, միս տապակի ջեռուցում, Տիգրանը շատ է սիրում։ Շնորհակալություն, ես էլ չգիտեի ինչ պատրաստեի։ Դե լավ, ես գնամ, դու մի մտածի, Տիգրանի մասին մի մտածի, ամեն ինչ լավ կլինի, ինքը հանգիստ է, բայց երբ խոսքը վերաբերվում է ընկերներին, պետք է ամեն ինչ տեղը տեղին լինի, շատ կարևոր գործընկերների հետ է գալու։ Դե լավ, թե ես էլ չխմեցի, ես գնամ, թե իմ սենյակում կխմեմ, մեծացել եմ, շատ չեմ կարողանում նստել, մի քիչ նստում եմ, հոգնում եմ արդեն։ Դե գնամ, դու էլ քո գործին նայիր։ Շնորհակալություն։